Բեգլարյանին բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալություն, որ այստեղ եք։ Ինչպես գիտեք, ապրիլի 1-ից կենսաթոշակներ եւ նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։ Մեր բանախոսները կներկայացնեն թե այս ընթացքում ինչ կարգավորումներ են եղել, ինչ աշխատանքներ են տարվել, այնուհետև կշարունակենք հարցերով, խնդրեմ։ Հարկ է նկատի ունենալ հարցը քննարկելիս, որ այսօր էլ կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով։ Ու կենսաթոշակի վճարման ծառայությունը, ինչպես ցանկացած հասարակական հարաբերություն, էվոլյուցիա ապրեց կարգավորումներով հանդերձ։ Երևի բոլորս կհիշենք 90-ականների սկզբին մեր ծնողները, որ հերթ էին կանգնում Խնայ բանկի մոտ, հետո գործընթացին մոտ միացավ Հայփոստը, հերթը բաժանվեց երկու մասի, մինչև բանկային համակարգի զարգացման հետ զուգընթաց կենսաթոշակի վճարման ծառայությունում ներգրավեցին նաև բանկերը։ Դրան հաջորդեց կենսաթոշակային պլաստիկ քարտերով վճարումները եւ այսօր մենք ունենք մի իրավիճակ, որ դեռևս 21 թվականից ներդրվեց կենսաթոշակների, այսպես ասենք, բացառապես անկանխիկ եղանակով վճարման համակարգը։ Եթե կհիշեք, սկզբում ներդրվեցին Երևան, Գյումրի, Վանաձոր, Արմավիր ներողություն, Վաղարշապատ քաղաքներում, հետո երկրորդ փուլով ներդրվեց մնացած քաղաքային համայնքներում, հետագայում 1000-ից ավել գյուղական բնակություն ունեցող բնակավայրերում եւ մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում։ Այս մասով կարծես թե անկանխիկ վճարումների համակարգը ներդրվեց, ավարտվեց եւ ինչով էր տարբերվում այս համակարգը նախկինում գործող համակարգից, երբ եւս կենսաթոշակային քարտերով վճարումներ էին կատարվում, տարբերությունը կայանում էր նրանում, որ եթե կարող էր կենսաթոշակառուն ընտրել ինքը վճարման եղանակը կանխիկ թե անկանխիկ, ապա 21 թվականից հետո իմ նշած այսպես փուլերով անցնելով կենսաթոշակառուն պարտավոր էր ընտրել բանկ եւ կենսաթոշակը ստանալ բացառապես անկանխիկ եղանակով։ Գործող կարգավորումների շրջանակում այս համակարգից դուրս մնացին 75 տարին գերազանցած մեր կենսաթոշակառուները, առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիկ կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգի տերմիններով ասած ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձիկ։ Այսինքն ներկա այս փուլում այս 3 խումբ շահառուները եւս կվճարվեն անկանխիկ եղանակով, այսինքն բանկերի միջոցով։ Ինչու կայացվեց այս որոշումը, մնացել են հիմնականում այն տեղաշարժման սահմանափակում ունեցող մեր շահառուները եւ այնուհանդերձ որոշվեց, որ այս դեպքում եւս անցնելու են անկանխիկ վճարման։ Որոշումները կայացվում են ընդհանուր պետական քաղաքականության համատեքստում, արդիական է, էական է, կարևորվում է հնարավորինս մեծ թվով անկանխիկ գործառնություններ կատարելը, անկանխիկ գործառնությունների շրջանակ ընդլայնելը։ Մյուս կողմից կառավարությունը որդեգրել է քաղաքականություն, որ կենսաթոշակի աճը ապահովում է ի հաշիվ հետվճարի, այսինքն անկանխիկ գնումների։ Եվ ստացվում է մի իրավիճակ, որ եթե կենսաթոշակառուն իր կենսաթոշակը ստանում է կենսաթոշակային քարտով, ապա նրա կենսաթոշակն ավելանում է։ Իդեպ ասեմ, որ փետրվարին արդեն առաջին անգամ նոր դրույքաչափերով կհաշվի հետվճարը եւ առավելագույն չափը կկազմի 10,000 դրամ կամ կատարած անկանխիկ գործառնությունների 20%-ը։ Մյուս կողմից ստացվում է այն անձը, երկու անձ ունեն նույն կենսաթոշակը, մեկը հնարավորություն է ստանում առավելագույն 10,000 դրամով լրացուցիչ գումար ստանալ, որտեղ ինքը ստանում է անկանխիկ եղանակով, իսկ մյուսը, որ ստանում է կանխիկ եղանակով, այդ հնարավորությունը չունի։ Համակարգի ներդրումից հետո բոլոր կենսաթոշակառուներն արդեն հնարավորություն կունենան անկանխիկ եղանակով գործառնություններից ստանալ իրենց հետվճարները։ Իհարկե խնդրի կարգավորման համար հարկ կլինեն լրացուցիչ իրավական կարգավորումներ, հարկ կլինի ձեռնարկել միջոցառումներ, իրավական կարգավորումներ արդեն մասնակիորեն ընդունված են, օրենքի մակարդակով կառավարությանը վերապահված է լիազորություն սահմանել այն բոլոր գործընթացներին ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ կլինեն այս անցումը կատարելու համար։ Այսօրվա արդեն իսկ նախարարական սոցիալական կոմիտեի նիստում 5 նախագծեր դրված են քննարկման, որպեսզի առաջիկա կառավարության նիստում քննարկվեն, մեկ նախագիծ դեռևս շրջանառության փուլում է, ընդհանուր առմամբ նախատեսվում է հետևյալը. Ես կներկայացնեմ իրավական ակտերին առնչվող կարգավորումները, իսկ իմ միասնական սոցիալական ծառայության գործընկերը արդեն այն քայլերը, որոնք իրականացնում է ծառայությունը, որովհետև
կապված մեր շահառուների խոցելիությամբ տեղաշարժման սահմանափակում ունեցող անձիկ են հիմնականում, համակարգի ներդրման համար անհրաժեշտ է համագործակցություն բանկերի հետ, բնականաբար առաջին հերթին մեր միասնական սոցիալական ծառայության կողմից։ Իրավակարգավորումների մակարդակում նախատեսում ենք հետևյալ միջոցառումների իրականացումը։ Դեռևս տարեսկզբից հնարավոր բոլոր միջոցներով լրատվական փորձում ենք մեր շահառուներին խնդրել, համոզել, բացատրել, որ իրենք դիմեն, ընտրեն իրենց համար բանկ։ Բոլոր այն շահառուներն, ովքեր իրենց կենսաթոշակ նպաստ ստանում են կանխիկ եղանակով, հայփոստի միջոցով։ Իդեպ այս ինչ որ ներկայացնում եմ եւ կշարունակի իմ գործընկերը ներկայացնելը վերաբերում է ոչ միայն կենսաթոշակներին, վերաբերում է ծերության նպաստին, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներին, անապահովության, ընտանեկան նպաստին, խնամքի նպաստին, այսինքն բոլոր այն պարբերական ամսական վճարատեսակներին, որոնք այսօր քաղաքացին ստանում է կանխիկ եղանակով։